Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Կրկին շնորհակալություն ձեր նամակների, ձեր առաջարկների համար, որովհետեւ Աբովյան թոքի օրակարգը ձևավորում եք հենց դուք, հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր խոսելու ենք երկու թեմայի շուրջ։ Մեկը աշխարհաքաղաքական trip կամ այսպես կոչված բարեկեցության, բարգավաճման ճանապարհ Թրամփի անունով եւ այլն, որը տարատեսակ մեկնաբանությունների է արժանանում, եւ երկրորդը պարտադիր բժշկական ապահովագրության թեման, որը իմիջայլոց բավականին ակտիվ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին կոնցեպտի ներքո։ Դե ինչ, սկսենք, եւ մեր առաջին հյուրն է Հայակֆե միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Հազար բարի։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք, պարոն Աբովյան։ Տեսեք, պարոն Սողոմոնյան, մենք անդրադարձել էինք արդեն այս թեմային, խոսքը գնում է trip-ի, այսինքն Սյունիքով, հա, ինչ-որ մի ճանապարհի, չգիտեմ, չեմ ուզում միջանցք բառը օգտագործեմ, հա, այս պարագայում, բայց այնուամենայնիվ ինչ-որ պրոցեսի շուրջ, որը բավականին ակտիվ թմբկահարվում է իշխանությունների կողմից, թմբկահարվում է, հա, տարատեսակ, հա, sense ուժային կենտրոնների կամ միջազգային կառույցների կողմից, թուրքերը մի ձև են մեկնաբանում, ադրբեջանցիները մի ձև են մեկնաբանում, Հայաստանի իշխանությունը ինչ-որ ուրիշ ձև է մեկնաբանում, ռուսները բավականին հանգիստ են վերաբերում, խոսքը trip-ի մասին է բնականաբար։ Հա, համենայն դեպս ասեմ, հանրային տիրույթում բավականին sense հանգիստ, պայմանական կառուցողական վերաբերմունք է այդ process-ին, դե ամերիկացիները, հեսա մենք կվերադառնանք այդ թեմային, trip-ին վերաբերվում են բավականին, հա, այլ կոնտեքստի մեջ, իրանցիները իմիջայլոց, հա, երկու կարծիք ունեն, օրինակ Իրանի նախագահ Պեզեշկյանի գրասենյակ կամ արտգործնախարար Արաքչին բավականին sense, նու չեմ ասի դրական, բայց հանգիստ են, հա, գնահատում trip-ի առկայությունը, իսկ օրինակ հոգևոր առաջնորդ Ալի Խոմեյնիի եւ իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների, հա, թևը Իրանում բավականին կտրուկ դեմա, ասма չէ, մենք չենք ուզում, որ ամերիկացիներն լինեն տարածաշրջանում եւ այլն։ Մի խոսքով մենք այս ամենը գիտենք։ Եվ այս պարագայում ընդամենը մի քանի օր առաջ Երևան էր ժամանել ուշադրություն Մարկո Ռուբիոյի, այսինքն Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնականը, որը ըստ ամերիկյան քաղաքական դասակարգմանը տեղակալն է եւ Էլիսան Հուքեր, այո, Տիկին Հուքերը ինքը տեղակալն է եւ ինքն է ըստ էության ձևավորում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության, հա, երանգները համաձայն վարչակազմի Միացյալ վարչակազմի ընդհանուր տեսլական։ Ինչևից է, հայտարարել էին, որ Հուքերը եկել է trip-ի հետ կապված հարցերի քննարկման, հայկական կողմը անմիջապես հայտարարեց, որ 26 թվականի երկրորդ կեսին կսկսվի արդեն գործնական իրականացումը եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ես շատ ուշադիր ուսումնասիրել եմ նվազագույն այն փաստաթղթերը, որոնք հրապարակվել էին trip-ի հետ կապված։ Բացի բարի կենացներից եւ բարի ցանկություններից, հա, ես այնտեղ ոչ մի կոնկրետություն չտեսա, ինչը հիմք է տալիս նույն թուրքերին ու ադրբեջանցիներին պնդել, որ դա միջանցք է լինելու։ Տեսեք, մեր ոսպանսին չեմ ասում։ Նրանք ասում են, չէ, այդպես բան չկա, բան եւ այլն, սենց։ Բայց այնուամենայնիվ, եթե չկա հստակություն, չէ, ուրեմն տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալի։ Խնդրեմ, ի՞նչ է trip-ը։ Եվ տարատեսակ մեկնաբանություններն էլ կարող են օգտագործվել որպես ճնշման միջոց։ Դիվանագիտական ճնշման միջոց։ Trip-ը եկեք բառը մի հատ բացենք, հապավում է, չէ՞։ Նշանակում է Trump Road for International Peace and Prosperity, այսինքն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի, այդպես է թարգմանվում։ Եկեք հասկանանք, արդյոք այս պրոյեկտը որևէ բարգավաճման հետ, տնտեսական զարգացման հետ լուրջ կապ ունի, ինչ-որ տնտեսական լուրջ օգուտներ, բենեֆիտներ կարող է բերել, թե չի կարող բերել։ Մենք գիտենք, որ հիմնականում
Սա ինչի համար է, սա հիմնականում Չինաստանից, Միջին Ասիայով եկող ապրանքները Ադրբեջանից փոխադրելու համար է դեպի Եվրոպա, Ադրբեջանով, չգիտեմ, Թուրքիայի տարածքով փոխադրելու համար է։ Հիմա եթե Ադրբեջանից Բաքվից, Թիֆլիսով գործող երկաթուղի կա, որը որ աշխատում է իր թողունակության, այս պահին աշխատում է իր թողունակության ոչ ավելի քան 15%-ի չափով։ Երկրորդ ուղու կարիքը կա զուտ տնտեսական իմաստով։ Եթե գործող երկաթուղի կա, Բաքվից Թիֆլիսով, այնուհետև Կարս, հա? Երկրորդ ուղու կարիքը կա, եթե 15%-ով է աշխատում։ Ես կարծում եմ, որ չկա։ Հիմա մյուս կողմից, այս մի հատ հասկացանք, այս մի կտորը հասկացանք։ Այսինքն դուք համարում եք, որ դա տնտեսական պրոյեկտ չի, տնտեսական պրոյեկտ։ Այսինքն դուք հակադրվում եք իշխանության եւ Միացյալ Նահանգների միջայլոց տեսլականի, որ սա տնտեսության հետ կապ չունի։ Լուրջ ներդրումներ անելու համար այստեղ բան չկա, հիմք չկա որևէ։ Եկեք մյուս հատվածը նայենք։ Այսօր Թուրքիան շատ լուրջ ներդրում անում է 2.4 միլիարդ դոլարի թե եվրոյի ներդրում է անում Կարսից Հայաստանի սահմանի երկայնքով երկաթգիծ կառուցելու համար Դիլուջու Արալք Նախիջևանում, հա, որը որ միանալու է գալու է Նախիջևանի սահմանից մտնելու է Սյունիք, հա, եւ այդպես հետո դուրս է գալիս Սյունիքով Ադրբեջանով գնալու է հասնելու է մինչեւ Բաքու։ Իդեպ ադրբեջանցիներն էլ այդ հատվածը Կովսականի այդ հատվածում աշխատանքները եւ ճանապարհի եւ երկաթգծի շուտով կավարտեն։ Հիմա այսինքն ինչ է դուրս գալիս, որ թուրքերը շատ մեծ քանակի ներդրում են անում, նոր երկաթգիծ են կառուցում։ Այդ երկաթգիծը անցնում է բարդ լեռնային տեղանքով, կամուրջներ, ուղեկամուրջներ, թունելներ, այդ ամեն ինչի համար մեծ փողեր են պանջում։ Բայց դրա կողքին կա այսօր պատրաստի կա Կարսից Գյումրի եկող երկաթուղի եւ կա Գյումրիից Երաս եկող երկաթուղի, որը կարող է շատ հանգիստ էլի մտնել Նախիջևան եւ առաջ մտել է, չէ՞, Խորհրդային Միության ժամանակում Գյումրիից եկել է մինչեւ Նախիջևան, Նախիջևանով եկել է մինչեւ Մեղրի, այդպես անցել է։ Այսինքն պատրաստի երկաթուղին կա, որի վերանորոգման, վերագործարկման համար մասնագետների հաշվարկով ընդամենը $50 միլիոն է պետք։ Եթե խնդիրը նպատակը տարածաշրջանային բարեկեցությունն է, տարածաշրջանային տնտեսական բարգավաճումն է, ապա ինչու պետք է անել 2.4 միլիարդ դոլարի ներդրում, եթե կարելի է անել $50 միլիոն ներդրում եւ գործող ուղիները վերագործարկել ու իրականացնել բեռնափոխադրումները։ Հենց դրա համար է, որ այդ ամբողջը արվում է, այդ ինվեստիցիան մեծ քանակի արվում է, նրա համար, որպեսզի այդ տարածքի վրա, Սյունիքի հարավի վրա ամրագրվի թուրքերի քաղաքական ազդեցության իրավունքը։ Տեսեք, այստեղ որ հասկացա, ավելի որ པարզ լինի, բացի թուրքերից, նաև Եվրոպական միությունը, հա, Եմեն հայտարարել է, որ 2 միլիարդից ավել, հա, եվրոյի մասին է խոսքը գնում, եթե չեմ սխալվում 2.6 միլիարդի մասին է խոսում, ենթակառուցվածքների ձևավորման եւ կառուցման համար գումար է հատկացնում, Միացյալ Նահանգներն են հայտարարել, որ գումարի առջև չեն կանգնի, հա, այսինքն ինչքան փող պետք կլինի կդնեն։ Բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ հետեւյալը, եթե սա տնտեսական ուղի չի, չէ, որը ըստ էության տրամաբանություն կմիացնենք, չգիտեմ, հաշվարկներ եւ այլն, հա, ապա սա ինչ է։ Ինչ թուրքերը եւ եվրոպացիները տենց աչքերը սառում են ներողություն այս արտահայտության համար Ադրբեջանին միացնեն Թուրքիայի հետ Նախիջևանով, օկուպացված Նախիջևանով։ Հասկանալի է։ Երբ որ մենք դիտարկում ենք եւ վերլուծում ենք Թուրքիայի բարձր քաղաքական եւ պետական շրջանակների խոսույթը, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում չափազանց ինտենսիվացել է Զանգեզուրի Միջանցք կոչվածի վերաբերյալ։ Թուրքական այդ խոսույթը։ Այստեղ հիմնականում մենք լսում ենք ոչ թե որ տնտեսական օգուտների մասին, այլ թուրքական աշխարհը, թուրքական աշխարհ, թուրանական աշխարհը կապելու մասին։ Այսինքն այստեղ նախ մենք տեսնում ենք քաղաքական ուղղվածությունը։ Սա մեկ։ Երկրորդը, ինչով է սա հետաքրքիր Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որ իրենք այստեղ ամենայն դեպս մասնակցություն ունեն մեն, չնայած այդ մասնակցությունը դեռևս ավելի շատ այդպես նոմինալ է, ավելի շատ կարծես թե Թրամփի անձնական հեղինակության համար է արվում, բայց միայն դրա համար չի արվում։ Պետք է հասկանանք ում դեմ է այս պրոյեկտը։ Ում է կտրում Հարավային Կովկասից կամ ում է կտրում
Ում է կտրում ընդհանրապես, ում ճամփեն է փակում, Իրանի ճամփեն է փակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի հետաքրքրվածություն Իրանին մեկուսացման, միանշանակ ունի։ Հետևաբար այն որ ասում են իգրա ստոյց վեճ։ Սա մեկ, երկրորդը այս տարածքում Հայաստանի հարավում Իրանի հետ սահմանը ովքեր են հսկում։ Ռուսական սահմանապահներն են հսկում։ Ուղեկալներին ճիշտ է հանել են այդ անցակետերի, բայց ընդհանուր սահմանի երկայնքով դեռևս ռուսներն են այստեղ տեղակայված։ Առաջ է բերելու նաև այդ հարցը ռուսներին այստեղից հանելու։ Եթե ստեղծվում է մի գոտի, որտեղ տեղի ունենալու անխոչնդոտ անցում, ճիշտ նկատեցիք, որ թեև ոչ մի կոնկրետ բան չկա, բայց այդ անխոչնդոտ բառի տակ հետո լինելու է պահանջ ստեղծելու եւ այդ պահանջը արդեն իսկ հնչում է տարբեր մակարդակներով, ապա ռազմականացված գոտի ստեղծելու պահանջը հնչելու։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ապա ռազմականացված գոտի որոշակի լայնությամբ պահանջ է լինելու, որը իսկապես բերելու է հանգեցնելու է միջանցքի գաղափարի։ Այդ պարագայում ներողություն եմ խնդրում, այդ պարագայում արդեն այստեղ ռուսական կոնտինգենտի ներկայությունը հեռացնելու հարց է բացվել։ Հիմա մարդիկ են մեզ նայում, չէ, եւ վստահաբար մարդկանց մեջ կլինեն, հա, որոշ մարդիկ, մեր քաղաքացիներ, որոնք ասեն, հա, դե հիմա ուզում են ռուսին օրինակ հանեն, թող հանեն, ոչինչ, խաղաղություն է, մենք ինչ-որ փաստաթուղթ ենք ստորագրել Վաշինգտոն, նախաստորագրել ներողություն, ամերիկացիները թույլ չեն տա, որ թուրքերը մեր վրա տան իրանց տնտեսական հետաքրքրությունները, չնայած դուք ասացիք, որ տնտեսական հետաքրքրություն չկա, բայց ամերիկացիների արկայությունը թույլ չի տա եւ այլն, ասենք շո բաներ են խոսում եւ կասեն, հա, հիմա ինչ ա եղել, թող թրիփը լինի, օրինակ ռուսները դուրս գան, հա, ումա դա ինչա դա ինչ չէ, իրանք ասեն թուրքերը չգան, ամերիկացին չի թողի։ Բայց մենք չենք ուզում այդպես։ Այսինքն մենք չենք ուզում, որ ինչ։ Հիմա շատ լավ, շատ ճիշտ եւ լեգիտիմ հարց եք տալիս, ամերիկացիները կթողնեն թե չեն թողնի։ Որպեսզի կարողանանք հասկանալ ամերիկացիները։ Դուք տեղյակ չեք հիմա, ամերիկացի առավոտից երեկո երազում են, դուք տեղյակ չեք, պարոն Սողոմոնյան։ Երազում են ոնց անեն, որ Հայաստանը լավ ապրի։ Իհարկե հեգնում են, միանշանակ հեգնում են, որովհետև մեկ-մեկ կարդում եմ 5-րդ Շարասյան, հա, որը ցավոք դրսից կառավարվում է Հայաստանում, հա, որոշ լրատվականների շակերտներում, ասենց նյութերը եւ ինձ մոտ տպավորություն է, որ Թրամփը առավոտյան արտանում է հայկական սուրճ ավերցում, ասենց խրոխտ հայացքով նայում է պատուանից դուրս ու ասում է, ոնց անեմ այս հայերը լավ ապրեն, ահա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր գործընկեր պետությունն է։ Ամենայն հարգանքով եմ։ Սա ամերիկացիների կողմ չի։ Ես շատ լավ գիտեմ, իհարկե, ես շատ լավ գիտեմ։ Պարզապես երբ որ վերլուծում ենք, փաստերի մասին ենք խոսում, փաստեր ենք հիշատակում եւ դատողություններ ենք անում, որպեսզի մեր հեռուստադիտողի մոտ չստեղծվի տպավորություն, որ մենք հակա-ամերիկյան ենք, ոչ մի հակա չկա։ Պարզապես պետք է ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր գործընկեր պետությունն է, մեր բարեկամ պետությունն է եւ այնտեղ ապրում է 1.5 միլիոն հայկական համայնք, որ հետ մենք պետք է համագործակցենք։ Պետք է համագործակցենք, այո, իհարկե, եւ այս ամբողջ շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը շատ մեծ է եղել Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ այլն եւ այլն։ Բոլոր մեկնաբանությունների հարցն է այս կողմից։ Մի բան է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններ, մի բան է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, որը որ գերտերություն է, որը ձգտում է իր գերտերության կարգավիճակը պահպանել, այդ գերտերության կարգավիճակը պահպանելը նշանակում է տարբեր ռեգիոններում, տարբեր տարածաշրջաններում, որտեղ որ տարբեր փոխդասավորություններ կան, ռասկլադներ կան, այսպես ասած։ Ինքը այստեղ պետք է ինչ-որ գործ ունենա։ Կարող է միաժամանակ ԱՄՆ-ն ներկա լինել բոլոր տարածաշրջաններում ուժերի հավասար բաշխմամբ, ոչ չի կարող։ Որոշ տարածաշրջաններում նա իր ներկայությունը, իր գործը պատվիրակում է, արտապատվիրակում է իր տարբեր դաշնակիցներին։ Տվյալ պարագայում Թուրքիային է արտապատվիրակում այս տարածաշրջանում Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը թույլատնելու հարցը։ Հանգամանք, որը որ իրականացվում է հենց այս պրոյեկտով, հա։ Հետևաբար այս տեսանկյունից ենք, երբ որ մտածում, Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջնորդվում է իր շահերով, իր գլոբալ աշխարհաքաղաքական
շահերով է առաջնորդվում։ Եվ մենք ասենք, որ ինքը հետամուտ կլինի, որպեսզի այստեղ թուրքեր չլինեն, սա խապկանք է։ Մենք շատ տարածաշրջաններ ենք տեսել, Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ պատմություններ ենք տեսել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածության հետ կապված շատ պատմություններ ենք տեսել, որ մարդիկ հանգիստ դուրս են եկել։ Աֆղանստան վերջինը։ Աֆղանստանը, այո, վերջինը։ Աֆղանստանը 20 տարի ներկայությունից հետո ուղղակի դուրս եկան եւ հիշում եք, չէ, ինքնաթիռից կախված եւ թալիբների ռեժիմից հալածված մարդիկ ոնց էին փախչում ինքնաթիռից կախված։ Սիրիայի հետ կապված հանգամանքը մենք կարող ենք ասել։ Այսօր ում ձեռքին է հիմնականում սիրիական իշխանությունը մեծ մասը։ Թուրքական ազդեցության տակ է։ Թուրքական ազդեցության տակ է։ Տեսեք, այստեղ ստացվում է հետեւյալը, որ ըստ էության կներեք էլի մի հատ օրինակ էլ հիշենք։ Սաակաշվիլիին օգնեցին 2008 թվականին։ Ոչ։ Չօգնեցին։ Հունգարիայում 1956 թվականին Ոչ։ Օգնեցին։ Հիմա չի կարելի էլի իրականությունը ընդունել այնպիսին, ինչպիսին դու ցանկանում ես։ Այսինքն պատրանքների մեջ չափ։ Այո, ցանկալին իրականության տեղ չի կարելի ընդունել։ Տեսեք, Թուրքիան եւ Ադրբեջանը դուք շատ դիպուկ մի արտահայտություն արեցիք այդ անխոչնդոտ բառի շուրջ, հա, բանավեճի, որը ըստ էության, հա, արդեն թևակողել է հայկական տիրույթ, պրոիշխանական, հա, կամ ասենց ասենք, այս նախագծին սատարող այսպես կոչված վերլուծաբանները կամ վերլուծաբանները, հա, ասում են հետեւյալը, որ դե անխոչնդոտը նաև նշանակում է, որ ոնց ենք մենք Վրաստան գնում, չէ՞, անխոչնդոտ։ Հա, այդ տարբերակն է, անխոչնդոտ որ չկա, այդպես լուրջ դեմքով։ Թուրքիան, Ադրբեջանը, հեսա կասեն ինչի համար է Թուրքիային Ադրբեջանին մեջ բերում, շատ պարզ պատճառով, որովհետև նրանք ինչ ասում են, իրականանում է։ Միանգամից եմ ասում, իրանք ինչ ասում են, հա, վերջում մենք էլ տեսնում ես իրականանում է։ Եվ այստեղ Հայաստանում մենք լսում ենք բացատրություններ, հա, արդարացումներ, ինչի իրականացան։ Բայց այնուամենայնիվ ասում են հետեւյալը, որ օրինակ Ադրբեջանից բեռներին հայ մաքսավորը մոտիկ էլ չպետք է գնա, ադրբեջանցին չպետք է տեսնի հայի երեսը, հենց այդպես ուղղակի պատկերացնում եք նենգության եւ քաղաքական խուլիգանության ուղղակի մակարդակը։ Ըստ էության մեզ ինչ են ասում են դու պետք է հրաժարվես քո սուվերեն իրավունքներից, վերահսկես քո տարածքը։ Այսինքն դա ոնց որ գիտեք, բացի հա աշխարհակաղակական ելևէջներից, դա ներողություն հարավով Սյունիքի կտրելն է։ Հայկական կողմը ասում է հետեւյալը, հոп։ Ասում է սկաներներ կդնենք, չգիտեմ ինչ կդնենք, միգուցե արտապատվիրակվի, չեմ ասում 100% են ասում, չասեն, հա, արտապատվիրակվի եւ այլն, այդ արտապատվիրակումը, այսինքն երրորդ կողմը ստուգի, հայկական կողմը ստանա մի հատ տվյալներ, ասես մի հատ, գիտեք, շիլա փլավա։ Բայց ի վերջո տպավորություն է ստեղծվում, որ մեզ փորձում են համոզեն, որ հիշում եք, չէ, ասել էին, այդ միջանցք բառից խի կալերգիա ապրում, հա։ Որ հա, մեզ փորձում են համոզեն, որ դե հիմա ոչինչ, միջանցքը անունը կդնենք թրիփ, միջանցք չի լինի, հա։ Ոչինչ, որ օրինակ սուվերենության զիջումը, հա, այդ արտապատվիրակության ներքո, ոչ թե կասենք սուվերենության զիջում, այլ կասենք արտապատվիրակություն։ Ես ընդհանրապես ցիտում եմ, այսինքն սա այն կարծիքը չի։ Հիմա իրականում մեր թշնամի Թուրքիա եւ Ադրբեջանը, ինձ որում մենք չենք որոշել, որ իրանք մեր թշնամին են։ Իրանք են տենց որոշել։ Նպատակը ո՞րն է։ Դա Հայաստանի հարավի անեքսիան է, դա մեծ Թուրանի ձևավորում է, դա, չգիտեմ, ուղակի շոր ուղի է, որով իրանք կմիանան, ի՞նչն է։ Ես հարցի վերջի հատվածից գամ, Արար հիմնադրամի վերջին հարցումները Ադրբեջանի այն մասին բնակչությանը մեր Հայաստանի Հանրապետության բնակչությանը հարցումներ այն մասին, թե Ադրբեջանը ինչ ցանկություններ, ինչ նպատակներ ունի Հայաստանի Հանրապետության վերաբերյալ հարցվածների մոտ կեսը 48%-ը պատասխանել է Հայաստանի Հանրապետության վերացում։ Մի մասը պատասխանել է Հայաստանի Հանրապետության որոշ տարածքների վերցնել գրավում, հարավային տարածքների հիմնականում։ Մի մասն էլ Հայաստանի Հանրապետության թուլացում։ Իրականում այս բոլորն են, վերջնանպատակը բնականաբար Հայաստանի Հանրապետության չգոյությունն է եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո հակահայ ռետորիկան Ադրբեջանում շատ ավելի է շատացել, քան մինչեւ պատերազմը, շատ ավելի է շատացել։ Դա նշանակում է, որ իրենց մոտ իսկապես այդ մտադրությունները
արկա են Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն վերացնել։ Սա է նրանց հիմնական նպատակը։ Իսկ ինչ վերաբերում է այդ անխոչնդոտին, երբ որ մենք Արագածոտնի մարզից մտնում ենք Լոռու մարզ, այն դբալավն էլ որ գրած է տեսնում ենք, հա, մեզնից ոչ ոք այնտեղ չի ուզում անձնագիր, ճիշտ է։ Այդ դա է անխոչնդոտը։ Երբ որ մենք գնում ենք Վրաստան, որ ասում են բա անխոչնդոտ է, չէ, դա խոչնդոտով է, որովհետև տարբեր պայմաններ դու պետքա բավարարես, որպեսզի քեզ թողնեն մտնել Վրաստան։ Հիմա մենք պատկերացնում ենք արդյոք, որ ադրբեջանցիները մտնելու են Հայաստանով անցնեն եւ իրենց անձնագրի մեջ դրվելու է Հայաստանի Հանրապետության կնիք։ Այս պարագայում, երբ որ ինչ վերաբերում է այդ թրիփ կոչվածի, հա, ես չեմ պատկերացնում։ Եվ հենց դրանից են կարճելու, այդ անխոչնդոտ բառից կարճելու են եւ պահանջները դնելու են։ Սա կործանարար այդ մեծ գործընթացի սկիզբն է։ Շնորհակալություն, ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցում էինք միջազգայնագետ Հայ-ԱԿՖ միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Պարտադիր բժշկական ապահովագրություն։ Բազմաթիվ անգամ խոսացել ենք այս թեմայի շուրջ։ Ասեմ ավելին, պարտադիր բժշկական ապահովագրության կամ այլ կերպ ասած մարդկանց, մեզ բոլորիս պատշաճ, հասանելի եւ որակով բժշկական օգնություն, բժշկական ծառայություններ մատուցման շուրջ հարցեր եւ առաջարկները շատ ակտիվ քննարկվում են առաջարկ Հայաստանի Գագիկ Ծառուկյանի կոնցեպտի ներքո։ Եվ այսօր այս թեմայի շուրջ զրուցելու ենք ուռուցքաբան Դեկլինիկ բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Զորաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Զորաբյան։ Բարև ձեզ։ Տեսեք, պարոն Զորաբյան, մի հետաքրքիր, հա, չգիտեմ, լավ իմաստով թե վատ իմաստով չեմ կարող առայժմ դատել, իրավիճակ է ստեղծվել, երբ որ վերջին 7 տարվա ընթացքում անընդմեջ, իսկ եթե ավելի խորքային է, վերջին 10 տարվա ընթացքում անընդմեջ խոսում էր բժշկական ապահովագրության մասին, հա, այսինքն այդ համակարգի ներդրման անհրաժեշտության մասին։ Խոսում էր, մեկ էլ եկավ 25 թվի վերջը, հեսա գալիս է 26 թիվը, կառավարությունը ներկայացրեց որոշակի տեսլական, հա, նախագիծ, արդեն կարծես թե կա հաստատված ժամանակացույց, որ 26 թվականին ներդրվելու է սկզբից խոցելի խավերի համար, խոսքը գնում է հաշմանդամների, թոշակառուների, հա, այդ բժշկական ապահովագրությունը, բայց այնուամենայնիվ կարծես թե ես անկեղծ եմ ասում, հա, չեմ ուզում հիմա լոկ, հա, քննադատական կամ գովասանքի խոսք ասեմ, չէ, դա չի նպատակը։ Նպատակը նա է, որ համաձայն որոշ մասնագետների, հա, առայժմ կարծիքի, այն մշուշոտ, հա, sense կարծիքի, որովհետև չենք հասկանում ինչա կատարվում։ Այնուամենայնիվ այդ պետպատվերը, հա, ոնց որ sense պարզապես վերցնում են անունը, փոխում են պետպատվերի, դարձնում են պարտադիր ապահովագրություն, եկեք խմես սկսենք, որ չստացվի մի անգամից հա քննադատությունից։ Այդ բժշկական ապահովագրությունը բնակչության ըստ ձեզ ինչ խնդիր է լուծելու։ Միգուցե շատ պարզունակ հարց է, բոլորն էլ գիտեն այդ հարցի պատասխանը, բայց այնուամենայնիվ դուք որպես մասնագետ, որպես ուռուցքաբան տեսեք, սկսեմ խոսքս նրանից, որ աշխարհում զարգացած երկրներում ինչ ճանապարհ որ անցել են տարբեր բնակավարներում, առաջի հերթին պետք է այդ օրինակները վերցնենք եւ շարժվենք այդ պրինցիպներով, այսինքն նոր հեծանիվ պետք չի հորինել։ Եվ կարծում եմ շատ քչերը կլինեն, որ չեն համաձայնի, կարծում եմ բոլորն է համաձայն կլինեն, որ առողջապահության մեծ ծախսերը, որ պահանջվում է, առանց ապահովագրության կարելի ասել անհնար կլինի բավարարել։ Այսինքն դա ընդունված բան է ամբողջ աշխարհում հայտնի։ Այսինքն միակ լուծումը կարծում եմ դա ապահովագրություն ունենալն է բժշկական։ Հիմա հարցը առաջանում թե ուրեմն այդ ապահովագրությունը բժշկական ո՞նց է կազմակերպվելու, ավելի խորությամբ պետք է ուսումնասիրել եւ հասկանալ ինչն է փակում, ում է վերաբերում, ինչքան է մարդ գումար տրամադրելու դրան։ Այսինքն դրանք հարցեր են, որ
պետք է կանոնակարգվի եւ ճիշտ ձևով կազմակերպվի այդ գործընթացը, բայց այն փաստը, որ պետք է առողջապահական ապահովագրություն լինի, դա շատ լավ բան է եւ դա վաղուց պետք է լինի։ Այսինքն լուծումը դա է։ Հիմա հարցը գնում է թե ոնց պետք է կազմակերպվի եւ ինչ է փակելու։ Ես ուռուցքաբան եմ մասնագիտությամբ եւ իմ ոլորտին վերաբերող մի քիչ ավելի օրինակներս բերեմ, որ ընդհանրապես օնկոլոգիան ամբողջ աշխարհում ամենաթանկարժեք, չէ, բուժում պահանջող հիվանդություններն են եւ թանկարժեքությունը հիմնականում գալիս է դեղորայքային ֆինանսական մեծ խնդիրներից, այսինքն դեղորայքային ուռուցքաբան եք։ Այո, ժողովրդական լեզվով ասած քիմիոթերապևտ, ու միջազգային տերմինաբանությամբ medical oncologist, այսինքն դեղորայքային ուռուցքաբան։ Այո։ Եվ հիմնական ծախսատարությունը դեղերն են եւ օնկոլոգիան բժշկության ամենաարագ զարգացող ճյուղն է, որ ամեն տարի նորագույն նոր դեղորայքներ են հայտնաբերվում, ապացուցում եւ բուժական սխեմաների մեջ մտնում, որոնք որ հազարավոր դոլարներ արժեն եւ նույնիսկ զարգացած երկրների համար ասեմ, որ օնկոլոգիական հիվանդությունների բուժումը պետության վրա դա մեծ խնդիր է, նույնիսկ զարգացած երկրների համար։ Ու Հայաստանի համար բնականաբար դա ավելի մեծ խնդիր է, բայց լուծում փորձել տալը դա ճանապարհը, առաջի ճանապարհը դա բժշկական ապահովագրությունը պետք է լինի միանշանակ։ Հիմա ինչքանով որ ինձ հայտնի է թե ոնց է լինելու, ինչ ում է վերաբերելու, միամիտ կգտնվեմ, որ ասեմ հավատում եմ կամ գիտեմ, որ ամեն ինչ լուծումները ամբողջապես տրվելու է եւ խնդիր չի լինելու։ Չէ, այդպես չի եւ չեմ ակնկալում, որ դա տենց է լինելու սկզբում եւ դա ոչ թե քննադատական խոսք եմ ասում, այլ դա բնական է, որ նոր ծրագիր, նոր ինչ-որ ճանապարհ գնալուց այդ քայլ առ քայլ պետք է առաջ գնանք եւ առաջի քայլը սա է լինելու, որ հա ինչ-որ մի հատվածին է վերաբերում, ոնց որ մինչև 18 տարեկան, 65 տարեկանից բարձր կարգ ունեցողներին եւ այլն եւ այլն։ Միանշանակ կարող եմ ասել, որ տարբերություն քաղաքացու հասանելիությունը դեղորայքի բուժման հաստատ տարբերություն դրական առումով կլինի, հաստատ։ Եթե օրինակի համար այս պահի դրությամբ եթե հիվանդության այդ կարգ չունի, տարեկան 150,000 դրամի կարգի դեղորայքի բան է տրվում մի պացիենտին։ Եթե կարգ ունի հանված 300,000 դրամի կարգի է տրվում։ Այսինքն շատ սահմանափակ դեղորայքի ցանկ կա եւ այդ գումարի սահմաններում։ Ինչքան որ ինձ հայտնի է, այդ 150,000-300,000 դրամը դեղորայքային բուժմանը օնկոլոգիական բարձրացվում է միլիոն, չգիտեմ քանի հազար։ Այսինքն տարբերություն հաստատ կա, բայց այնպեսի դա ապահովագրության դեպքում։ Այո, բայց բնականաբար պահանջները շատ մեծ են օնկոլոգիայի, դեղորայքային դեղեր կան, որ մեկ ծրսկումը, մեկ ամպուլան, չգիտեմ, $3,000, $4,000 արժեն։ Պարզա այդ միլիոն քանի հազար դրամը չի փակելու դա։ Բայց հաստատ եթե համեմատենք 300,000 հիմա եւ այն ժամանակ հունվարից հետո միլիոն քանի հազար չեմ իմանում, տարբերություն պարզա լինելու է, կա դրական բան։ Դա համար եմ ասում, որ օբյեկտիվորեն եթե մոտենանք, դրական փոփոխություն է դա, բայց մեր ակնկալիքները կամ քաղաքացիները, որ ակնկալեն, որ վերջ այլևս խնդիր չի լինելու, ամեն ինչ հասանելի է լինելու, չէ, այդպես չի։ Տեսեք, ինձ համար ամենա սարսափելի տեսարանը գիտեք որն է, երբ որ ես ու ինչ պատճառներով հա հիվանդանոց եմ այցելում կամ առաջվում եմ բժշկության հետ, դա բժշկության որակը չի, մակարդակը չի, որը փառք Աստծո Հայաստանում բավականին բարձր է։ Դա բժիշկները չեն, որոնք ես տեսնում եմ, հա ամբողջ սրտով գթասրտորեն փորձում են անել հնարավորը եւ անհնարինը։ Բժշկական կենտրոնները չեն, որոնք վերջին ժամանակահատվածում, նվազագույնը վերջին 10 տարվա ընթացքում, հա, ասենց, գիտեք, որակային իրականում, հա, ասենց ուժեղ աճ են ունեցել։ Խնդիրը հետեւյալն է, ամենասարսափելի տեսարանը հիվանդանոցներում, դա բանկերի ֆիլիալներն են, որտեղ իմ աչքի առջև մարդիկ կանգնած վարկ էին ձևակերպում, մարդը ստիպված էր իր բնակարանը գրավ դնել, որ գումար վերցնի եւ իր մերձավորին, հարազատին փրկի։ Եվ այստեղ կրկնեմ,
ոչ բժիշկը, ոչ հիվանդանոցը մեղ չունեն։ Ես հիմա մեղավորներ չեմ ուզում փնտրեմ, ես ուզում եմ հասկանամ, տեսեք, դուք օրինակ եք բերում ուռուցքաբանությունը, որը այո ամենածախսատարներից մեկն է։ Ես օրինակ եմ բերում բացի ուռուցքաբանությունից, օրինակ կարդիոլոգիան, հա, սրտի հետ կապված հիվանդությունները, որը ոչ պակաս ծախսատար։ Առհասարակ յուրաքանչյուր հիվանդության բուժման եղանակը ինքը ծախսատար է։ Հիմա, երբ որ ներդրվում է պարտադիր ապահովագրական այդ համակարգը, հա, այդ պարտադիր ապահովագրական համակարգը ինքը իր նշանակությունը ըստիս, հա, ինքը պետք է լինի ոչ թե մարդուն ներողություն եմ խնդրում ժողովրդական լեզվով ասեմ, հա, ասես յոլա տանել ինչ որ մի ժամանակ, հա, այլ բուժել ու ճամփել տուն։ Հիմա, երբ որ դուք ասում եք, որ իսկ ես համաձայն եմ ձեզ հետ, որ խնդիր է, որովհետև այ մի սրվակը կարող է արժենա, չգիտեմ, դուք 3-4,000 ասացիք, ես կարամ ասեմ 10, 12, 15, 20։ Ինչպես այդ խնդիրը պետք է լուծվի, եթե նախնական փուլում, հա, կամ դե լավ հնդածս ապահովագրությունը այդ հարցը չի լուծում։ Կամ միգուցե լուծում է մասնակի։ Այդ ձեր կարծիքով։ Տեսեք, այստեղ նաև կարևոր է, կարծում եմ, տարբերություններ խմբեր, ենթախմբեր ստեղծվեն, թե ֆինանսները ուր են գնալու, ինչ հիվանդությունների դեպքում, ինչ փուլերի դեպքում, ինչ ծախսա։ Այսինքն ես եթե ավելի պարզ ասեմ, ճիշտ կհամարեմ, եթե համահավասար բոլոր օնկոլոգիական հիվանդությունները չֆինանսավորվեն։ Տարբերություններ լինի։ Օրինակի համար կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ուռուցքը չէ կրծքագեղձի քաղցկեղն է եւ բարեբախտաբար ավելի լավ ենթարկվող բուժման եւ տոկոսային մեծ բանով առողջացողները շատ են։ Հիմա դեղորայքներ կան, որոնք բավականին թանկ են եւ այդ մեկ տարվա միլիոն քանի հազար դրամի մեջ հաստատ չի տեղավորվելու եւ ճիշտ կլինի, որ այդ հիվանդությունը ունեցող մարդիկ լրիվ ֆինանսավորվեն, միլիոնից ավել է ֆինանսավորվի, որովհետեւ իրենք պոտենցիալ առողջացող բուժառուներ են։ Իմաստը ներդրումը շատ ավելի մեծ է։ Ինչ որ մի ցանկ, հա, հիվանդություն է, դու ոչ միայն ուռուցքաբանություն, առհասարակ ցանկը դրվի, բայց այստեղ մենք ունենք վտանգ, վտանգը զուտ բարոյահոգեբանականը մենք ոնց սեգրեգացնենք, հա, սա շատ լուրջ խնդիր է, բարոյահոգեբանական։ Մենք գիտենք, որ մեր ֆինանսը ամբողջապես չի հերիքելու։ Մենք ունենք լուծում, թե ուրեմն այդ ավելի քիչ գումարը որտեղ ավելի արդյունավետ ծախսվի։ Օրենք կա ռազմական բժշկության մեջ, որ չէ, մարտի դաշտում առաջինը օգնության ես հասնում, ցույց ես տալի օգնությունը բժշկական ոչ թե ամենածանր հիվանդին, այլ ավելի թեթև վիրավորին։ Դա օրենք է մարտի դաշտում։ Հիմա բարձա մենք մարտի դաշտում չենք, բայց նմանություն կա, որ մենք ունենք սուղ պայմաններ եւ ամեն դեպքում ինչքան էլ բարձա բարոյապես դու ամեն ինչով ուզում ես բոլորին էլ օգտակար լինես, այդ ծանր վիրավորում ունեցողին է պետքա փրկես, չէ՞, բայց դա օրենք է, որ ավելի թեթևին պետքա մարտի դաշտում օգնես։ Եվ նույնն այստեղ հիմա կա հիվանդություններ, բուժառուներ, որոնք առավել մեծ տոկոս ունեն առողջացման, ավելի արդյունավետ է բուժումը, ծախսերը ավելի իմաստալից են։ Եվ իմ ասելը դա է, որ ամեն դեպքում ինչքան էլ հա վատ է, որ ասում եմ տարբերություն լինի, բայց կարծում եմ ֆինանսների ճիշտ բաշխում ավելի արդյունավետ է։ Այնուամենայնիվ հենց այդ պատճառով պարզաբանեցի, որ թյուր ընկալում եւ թյուր ըմբռնում չլինի մեր հեռուստադիտողների համար։ Տեսեք, երկրորդը զուտ տեխնիկական, հա, հիմա համակարգը գործում է պետպատվերի հետեւյալ կարգով։ Մարդ գնում է պոլիկլինիկա, ստանում է ուղեգիր եւ գնում է բժշկի մոտ։ Եվ համաձայն պետպատվերի, հա, շրջանակներում ստանում է բուժում եւ այլն եւ այլն։ Հիմա առաջնային օղակը ստացվում է, որ դա պոլիկլինիկաներն են։ Երևանում քիչ թե շատ
պոլիկլինիկաների իրավիճակը բարվոք է, նորմալ է։ Դե մայրաքաղաքը պետքա տենց լինի։ Գյումրիում, եթե չեմ սխալվում, նույն վիճակն է։ Խոսքը գնում է քիչ թե շատ բարվոք վիճակի, Վանաձորում եւ այլն, բայց այստեղ մենք ունենք բազմաթիվ պոլիկլինիկաներ մարզ կենտրոններում, որոնք ոչ տեխնիկապես, ոչ մարդկային ռեսուրսի առումով այդքան հագեցած չեն, որ կարողանան ճշգրիտ, ճիշտ ժամանակին սպասարկել այսօրվա պետպատվերի համակարգ։ Այսինքն այդ ուղեգիրը գրելը այնպես չի որ բժիշկը նստում որոշում է այս ուղեգիր եմ գրում։ Դա ինչ որ հետազոտությունների ցանկ է եւ այլն։ Հիմա, երբ որ առաջնային օղակը, այսինքն պոլիկլինիկաները պատրաստ չեն, ապահովված չեն եւ խնդիր կա նվազագույնը, ուղեգիր դուրս գալու, որովհետեւ եւ որքանով ես տեղյակ եմ, ապահովագրության պարագայում էլ է նույն սիստեմը գործելու, բա ո՞նց է լինելու այդպես։ Տեսեք, ճիշտ եք ասում, ճիշտ հարց եք բարձրացնում, այդ հարցը նույնպես ինձ շատ հետաքրքիր է, թե դա ոնց է լուծումը տրվելու, որ մի տեսակ տպավորությունը այն է, որ պետպատվեր կոչվածը անունը փոխում ենք, դնում ենք պարտադիր բժշկական ապահովագրություն։ Այդպես չի լինի, եթե օրինակ վերաբերի, որ պացիենտը բուժառուն ընտրի, թե որ հաստատությունում է ուզում ինքը բուժումը ստանալ։ Եթե լիցենզավորված բուժ հաստատությունը եւ այդ բժշկական ծառայությունը մատուցում է, ուրեմն ինքը ուզում է գնալ այնտեղ բուժումը ստանալ, ինչ պատճառներից, բժիշկա, պայմաններ ա, չգիտեմ, այլ հարցեր են, ինքը նախընտրում է այնտեղ եւ սահմանափակված ինքը չլինի իր ընտրության մեջ, այսինքն եթե այսօրվա դրությամբ պետպատվեր հաստատություններին տրվում է կամ չի տրվում եւ հաստատություններ կան, որ մասնավոր են գործում եւ պացիենտը, եթե ուզում է այդտեղ բուժումը ստանալ, ինքը պետք է վճարի դրա համար, պետությունը մասնակցություն չի ունենում։ Հիմա ապահովագրության դեպքում կարծում եմ ճիշտ կլինի, որ ավելի լայն լինի այդ ցանկը եւ բուժ հաստատությունները, եթե գործում են, իրենք մաս կազմեն այդ ապահովագրական համակարգի մեջ ընդգրկվելով եւ բուժառուն իր իրավունքն է դիմի որտեղ որ կուզենա եւ բուժումը ստանա։ Այդ դեպքում նույնը չի լինի, այսինքն կփոխվի համակարգը, պետպատվերը ապահովագրության գնաց եւ բուժառուն ընտրեց թե որտեղ բուժումը ստանա, եթե այդ ձևով եղավ։ Բայց ինձ հայտնի չի, որ էլի սահմանափակված է լինելու բուժ հաստատությունները, թե չէ, չգիտեմ։ Պարոն Զորաբյան, որ ավելի հստակ եւ կոնկրետ մեր այսօրվա զրույցը լինի, մոտավորապես միջինացված, եթե հանգարց Աստված ոչ անի բոլորի տնից տեղից հեռու հարգելի հեռուստադիտողներ, մարդը քաղցկեղով հիվանդանում է եւ պայմանական գալիս է ձեզ մոտ։ Կա միջինացված ինչ որ մի թիվ։ Տեսեք, դա այնքան մեծ է այդ սահմանը։ Հասկանում եմ։ Հիմա դա կախված է հիվանդությունից, իր ենթատեսակից, ինչ ստադիայում է գտնվում։ Օրինակի համար քաղցկեղի տարատեսակ կլինի, փուլ կլինի, որ պահանջվում է, չգիտեմ, կարող է պահանջվել ընդամենը 200,000 դրամի կարգի ծախս դեղորայքային, բայց բան էլ կլինի, որ կարող է տասնյակ հազարավոր դոլարների ծախս պահանջի։ Այսինքն ինչի համար եմ այս հարցը տալի, որովհետև օրինակ նույն ապահովագրության համակարգում պետք է հստակ նշված լինի, որ օրինակ պայմանական մի արտահայտություն կա, չէ՞, բժշկական պրոտոկոլ, որ համաձայն, եթե մարդ դիմել է հիվանդանոց ինչ բանով, պրոտոկոլը պայմանական արժի այսքան։ Շնորհակալություն, պարոն Զորաբյան, ժամանակը շատ արագ անցավ, հուսամ մենք շուտով կհանդիպենք կրկին, մի անգամից խոստում եմ կորզում ձեզանից, որովհետև այո, բարդագույն խնդիր է, բարդագույն, սենց ասեմ նույնիսկ, որովհետև մարդու առողջությունը, մարդու կյանքը, մեր հարազատների, մեր մերձավորների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր բարեկամների կյանքը ինքը իրականում անգնահատելի է, բայց սա ավելի շատ հուզական գնահատական է։ Մենք հասկանում ենք, ինչքան էլ բժիշկը լավը լինի, ինչքան էլ բարի լինի, չի կարող բժիշկը թույլ տա իրեն օրինակ ամեն պացիենտի համար, իր գրպանից գումար տա, չնայած ես
բախտ ունեմ, ընկերություն անեմ այնպիսի մարդկանց հետ, հիմա անունները չեմ տալիս, կարծում եմ իրենք հասկացան, բժիշկներ, ձեր գոլեգաներ, ձեր ընկերներ, եւ դուք ես համոզված եմ բազմաթիվ անգամ շատ բանի աչք եք փակել, շատ բան եմ որ ասում եմ, դուք եք արել, դրա համար ձեզ շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ժորժ ջան, գիտեք, բաներ կա, որը չի կարելի քաղաքականացնել։ Օրինակ մարդու առողջությունը, չի կարելի մարդու առողջության վրա դիվիդենտներ քաղել, հա, քաղաքական։ Բայց դրա հետ մեկտեղ էլ մենք պետք է հասկանանք մի բան։ Այո, յուրաքանչյուր իշխանություն պարտավոր է, պարտավոր կապ չունի ով։ Ոչ թե երկար լոլոներ կարդալ, հա, այլ ապահովել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր հիվանդությունով հիվանդանոց ընկած մարդը չմտածի իր տունը ծախի, որ իր բալիկին կամ իր ծնողին փրկի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցեցինք պարտադիր ապահովագրության թեմայի շուրջ ուռուցքաբան Դեկլինիկ բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Զորաբյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Զորաբյան։ Դե ինչ լսեցինք մեր հյուրերին։ Ինչը վերաբերում է ամերիկյան trip, այսպես կոչված, հա, այդ ճանապարհի կամ Միջանսկի, դե լավ, չեմ ուզում Միջանսկ բառը օգտագործեմ։ Շատ է նյարդանում, որ Միջանսկ բառը ասում ենք, բայց այնուամենայնիվ այդ անհասկանալի կոնցեպտը, որը թմկահարվում է որպես, չգիտեմ, խաչմերուկ, խաղաղություն, ապրանքների տեղաշարժ եւ այլն, իրականում պարզվում է այդքան էլ, հա, ասես միանշանակ չի։ Որքան էլ մեզ թե իշխանությունը, թե միջազգային խաղացողները, հա, համոզեն հակառակը, գիտեք ինչի համար, ոչ թե այն պատճառով, որ օրինակ ես կամ հա մեկ այլ ուրիշ մարդ կամ հա այլ մարդիկ, ովքեր ուրիշ հայացքներ ունեն, որոնք տարբերվում են իշխանական հայացքներից, չենք ուզում որ լինի օրինակ, չգիտեմ, կոմունիկացիաների բացում եւ այլն, այս շատ պարզ պատճառով։ Տեսեք, նույն այդ trip-ի պատմությունը, հա, ինքը գալիս եւ ավարտվում է ընդամենը հետեւյալի շուրջ, որ Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին ստորագրվել է ինչ-որ մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ պետք է Միացյալ Նահանգների հետ միասին բացել ճանապարհ եւ կոմունիկացիաներ։ Պարզ էլեմենտար հարցերի պատասխանը մենք այսօր չունենք։ Եթե դա Միջանսկ չի, դե լավ, համարենք Միջանսկ չի։ Տեսեք, չեմ վիճում։ Համարենք Միջանսկ չի։ Բացի խրոխտ խոստումներից եւ սենց ամպագորգոր հայտարարություններից, պարզունակ հարցերի պատասխանը մենք ունենք, օրինակ, ով է ստուգելու ֆիզիկապես ադրբեջանական բեռները եւ ադրբեջանի քաղաքացիներին, որոնք մտնելու են Հայաստանի Հանրապետության տարածք, ով է ստուգելու։ Հայ սահմանապահը տեսնելու է ադրբեջանցուն, անձնագիրը ձեռքից վերցնելու է, կնիքը խփելու է, որի վրա իդեպ այլևս Արարատ սարը պատկերված չի։ Մաքսավորը բացելու է այդ բեռնատարները թուրքական եւ ադրբեջանական, որոնք մտնելու են Հայաստանի տարածք։ Այո թե ոչ։ Մեզ ինչ-որ տենց երկար բարակ բաներ են պատմում, արդեն, չգիտեմ, իրանք էլ են խճճվել, ես ոնց հասկանում, ինչ-որ քննարկումներ են տանում եւ այլն, եւ այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ այստեղ ամերիկացիներին մեղադրելու չի։ Իրականում մեղադրելու չի, այդ մարդիկ իրանց շահերն են պաշտպանում, իրանց պետության շահերն են պաշտպանում, իրենց միևնույնն է Հայաստանի Հանրապետության սուվերենությունը կիչնի, կբարձրանա եւ այլն, հավատացնում եմ ձեզ։ Իսկ հաշվի առնելով Թուրքիա եւ Ադրբեջանի նպատակները եւ նպատակային, ոչ թե հայտարարությունները, այլ գործողությունները, բավականին լուրջ կասկածի տեղ է առաջանում բոլորիս մոտ, դա ինչ է։ Կրկնեմ, ոչ ոք չի ասում, որ trip-ը վատ բան է, բայց բոլորս ուզում ենք ի վերջո հասկանանք, այդ ինչ է։ Այդ ինչ է իրականում, բացի կրկնեմ, հա, այդ ամպագորգոր խոսքերից, չգիտեմ, այդ ամեն ինչից բացի ուրիշ բան չենք լսում։ Մի գաղտնիք էլ բացեմ, եթե խոսքը գնում է միջնորդված երրորդ կողմի, հա, աջակցությամբ կամ երրորդ կողմի տվյալ դեպքում ենթադրենք ամերիկացիների, հա, ենթադրենք։ Կողմից բոլոր այդ մաքսային գործառույթները կատարելու պահով, ապա դա դուրներս գա թե չէ,
Այո, միջանցքային տրամաբանություն է։ Ուզում եք հիմա հեքիաթներ պատմեք, սկաներներ են լինելու, չգիտեմ, սարքեր են լինելու, չգիտեմ, ինչ ա լինելու։ Ինչ սկաներ, ինչ սարք։ Ինչ եք խոսում։ Ֆիզիկապես առնչություն ունենալու է հայ մաքսավոր եւ հայ սահմանապահը Թուրքի ու Ադրբեջանցու հետ վերցնելու է ձեռից անձնագիրը։ Իրավունք ունենալու է օրինակ անհրաժեշտության դեպքում անձնական զննում անցկացնի։ Որովհետեւ հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունեցող հակահայկական ուղակի հիստերիան եւ ինչու ոչ շիզոֆրենիան, հա, քաղաքական առումով իհարկե, այո դա պարտադիր է։ Թուրքն էլ ադրբեջանցին էլ մեզ համարում են թշնամի։ Մենք չենք իրանց համարում, արդեն իսկ, հա, իբրև թե։ Իրանք են մեզ համարում թշնամի, իրանք են տենց որոշել։ Այս հարցերի պատասխանը պետք է լինի։ Երկրորդը, պարտադիր բժշկական ապահովագրություն։ Այո, պարտադիր բժշկական ապահովագրությունը պետք է լինի։ Բայց ուզում ես անունը դիր, պետպատվեր, պարտադիր բժշկական ապահովագրություն կամ մեկ այլ անվանում, հա, վերջում քաղաքացին պետք է ստանա որակյալ եւ հասանելի բուժ օգնություն։ Այլ ոչ թե մտածի ոնց անի, որ իր մերձավորը, չգիտեմ, չմահանա, որովհետեւ ձեռը գումար չկա, գնա իր տունը գրավ դնի, վարկ վերցնի տեղը։ Դա անընդունելի է։ Դա ուղակի, գիտեք, նույնիսկ մարդու գլխի մեջ չի տեղավորվում։ Եվ այո, այդ համակարգը եւ այդ համակարգի ձևավորումը առաջնային խնդիր է։ Եվ բացի այդ համակարգի ձևավորումից, այո, եթե կունենաք առաջարկներ, հարգելի հեռուստադիտողներ, ապա խնդրեմ գրեք, քննարկենք եւ ամենալավ առաջարկները, հա, ասենց ժողովրդական լեզվով ասած խելքին մոտիկ, հիմնավորված, այո, նաեւ քննարկման առարկա կդառնան առաջարկ Հայաստանին ծրագրի մեջ։ Եվ ամենակարևորը վերջում։ Շատ կարևոր թեմային եմ ուզում անդրադառնամ։ Մեզ հա փորձում են համոզեն, որ մենք խեղճ ենք։ Մեզ հա փորձում են համոզեն, որ մենք թույլ ենք։ Մեզ հա փորձում են համոզել, որ մեր արժանապատվության եւ պատվի հաշվին մենք կարող ենք ստանալ խաղաղություն։ Մեզ հա փորձում են պահել կիսակոտրված, ներքուստ, ընկճված եւ խեղճ վիճակի մեջ։ Մենք խեղճ չենք։ Այո, մենք խեղճ չենք։ Օրեր առաջ կարդացի Գագիկ Ծառուկյանի ուղերձը, որտեղ այդ թեմային խեղճ չլինելու շատ մեծ անդրադարձ էր եղել։ Եվ այո, առաջարկ Հայաստանին ծրագրի մեջ անպայման լինելու են ներառված դրույթներ, որոնք թույլ կտան մեզ դուրս գալ այս բարոյահոգեբանական ծուղակից, որի մեջ մեզ գցել են, այո, գցել են։ Ես հիմա չեմ ասում ով է գցե, ինչի է գցե, բայց ես կարող եմ ասել միայն մի բան։ Խեղճ, հուսալքված, հույսը կորցրած ժողովուրդը չի կարող դիմակայել ոչ մի բանին եւ ոչ մի վտանգին։ Ասեմ ավելին, այդ մենք ենք խեղճ։ Մենք մեր սփյուռքով, մենք մեր ինտելեկտուալ ներուժով, մենք ձեզնով ենք խեղճ, մենք մեզնով ենք խեղճ, հա։ Դուք խեղճ եք, հարց եմ տալիս։ Վստահաբար էկրանի այն կողմում նստած մարդը, դուք, որ ինձ հիմա նայում եք, վստահաբար կասեք ոչ։ Ուրեմն ինչ։ Ուրեմն ես հատուկ փորձում են պահել խեղճ իրավիճակի մեջ, ընկճված, կոտրված։ Չի լինելու դա։ Այդպես չի լինելու։ Հավատացնում եմ ձեզ, մենք խեղճ չենք։ Մենք հուսալքված չենք։ Մենք հզոր ազգ ենք, հզոր ժողովուրդ ենք։ Եվ մենք ունենք պատիվ եւ արժանապատվություն։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոքներ։ Եվ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։